Հայաստանից հանքային ջրի, ալկոհոլի և ծաղիկների մատակարարումները կասեցնելուց հետո Մոսկվան անցել է նաև հայկական միրգ բանջարեղենին։ Այսօր հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնadzորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել կարբամիդ և ալյուր։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Հայաստան է տեղափոխվել կարբամիդով 2 և ալյուրով 1 վագոն։ Նշվում է, որ մինչև այժմ Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 28,000 տոննա հացահատիկ, շուրջ 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։ Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել, որի ընթացքում մասնակիցներից մեկը ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։ Քրեական ոստիկանները Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի առաջին և երրորդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի և դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերել են կրակոցների բազմաթիվ հետքեր։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի հարակից տարածքում։ Իրավապահները 5 հոգու բերման են ենթարկել, իսկ լուսաբացիներ ծեծկռտուքի 6-րդ մասնակցին են հայտնաբերել, ինչպես նաև ինքնաձիգը։ Ըստ տեղեկությունների, կրակոցի հետևանքով տուժածներ չկան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։